Երեխեք ողջույն, ինչպե՞ս եք։ Մենք այսօր տեղ ենք հրավիրված։ Իմ ծանոթ աղջիկներից մեկը, մեր հայրենակցուհին, այստեղ Բրյուսելում գեղեցկության սրահ է բացել ու մեզ հրավիրել է բացմանը։ Հիմա գնանք այնտեղ, հասցեն կգրեմ, որ ովքեր որ ապրում են Բրյուսելում կկարողանան օգտվել։ Հիմա գնանք միասին տեսնենք։ Մենք արդեն տեղում ենք, ու մինչ հյուրերը կհավաքվեն, եկեք միասին մտնենք ու տեսնենք ներսից ինչ տեսք ունի։ Իդեպ այստեղ գեղեցկության վերաբերվող ծառայություններից բացի մատուցվելու են նաև հետևյալ ծառայությունները՝ մաքրություն եւ արդուկ, որի մուտքը կլինի այս կողմից։ Բացի գեղեցկության սրահի բացումից Ինգան նշում էր նաև իր ծննդյան տարեդարձը, դրա համար այս միջոցառումը մի փոքր ավելի տոնական ստացվեց։ Սիրելիներս, անպայման ձեզ ուզում եմ ծանոթացնել նաև Ինգայի հետ, այս գեղեցկուհու, որը այս վարսավիրանոցի տնօրենն է։ Շատ սրտաբաց, սրտամոտ, բարեհամբույր, համեցեք, սիրով ձեզ կսպասարկի, կսիրունացնի, կճանապարհի։ Ամեն ինչ ունեն, չէ՞ Ինգա ջան, վարսահարդարում, դեմքի սպա, գլխի սպա, բոլոր սպաները թվարկի։ Ուքերի հանում, լազեր, ասեղային լազեր,
Ամեն ինչ կանանց համար։ Սիրով համեցեք գլոբալ ինգա։ Հասցեն անպայման այստեղ մի տեղ ներքևում կթողնեմ ամեն օր 9-ից 6-ը, չէ՞, 9-ից 6-ը շաբաթ օրերներ ներառյալ աշխատելու են, այնպես որ համեցեք։ Սիրով։ Ամեն մեր հայրենակցուհու նորաբաց գեղեցկության սրահը թող ծաղկի զարգանա, եկեք մեր հայրենակցուհու մոտ։ երեկոյի հաճելի երաժշտական ձևավորումներ ապահովեց Արմենը։ Ես հիացած եմ, այսքան ժամանակ Բրյուսելում ապրում եմ, Արմենի մասին չեմ լսել ու ուզում եմ, որ դուք իմանաք, որ սենց տաղանդավոր մարդուներ մեր քաղաքում ապրող, Բրյուսելից եք Արմեն։ Չէ, Մեխելանի մայմա, Մեխելանի կողքն։ Բելգիայից է։ Մի փոքրիկ ուտենամ Արմենը իրեն ներկայացնի։ Ես այստեղ 2012 թվականից եմ, զբաղվում եմ իմ սիրելի մասնագիտությամբ, ջութակ նվագել եմ 9 տարեկանից, լավ ուսում եմ ստացել, Երևանում կոնսերվատորիան ավարտել եմ և բախտի բերմամբ արդեն հայտնվել եմ այստեղ։ Շատ ուրախ եմ հայերին հանդիպել և ինձ համար մեծ պատիվ է ներկայանալ, կապ չունի որ ազգի ներկայացուցիչի հետ, բայց բոլոր ուրախությունները ինձ համար ես կկիսեմ այդ ուրախությունը նույն ձև և շատ հաճելի կլինի ինձ որ հայերի հետ հատկապես գործ ունենամ և ուրախացնեմ։ Ուրախ առիթները Արմենը, իդեպ նկարել եմ շատ հիանալի կատարել է հենց նոր մի քիչ առաջ, չգիտեմ YouTube-ը թույլ կտա, որ ես այդ ամբողջությամբ դնեմ ու դուք տեսնեք։ Ես թույլ եմ տալիս։ Ես եմ թույլ տալիս, այստեղ խիստ կանոններ կան YouTube-ում, համենայն դեպս եթե ամբողջությամբ չէ, հաստատ մի փոքր հատված կվայելեք։ Կես հաջողություններ Արմեն ջան, մեր հայրենակիցներն էլ արդեն իմացան, ներքևում մեկնաբանությունների բաժնում կտեղադրեմ Արմենի տվյալները, եթե կցանկանաք, թող ձեր առիթներն էլ զարդարի իր գեղեցիկ երաժշտությամբ։ Շատ շնորհակալություն։ Այստեղ ես հանդիպել եմ նաև
հետևորդներից մեկին, որը ինձ երկար ժամանակ գրել է YouTube-ով, ու ես այստեղ ծանոթացել եմ իրար հետ, ճփվել եմ իրար հետ ճիշտ է, բայց իրան չեմ տեսել։ Այստեղ պատահաբար իրար հետ ծանոթացանք, ասենց բնականից տեսա, շատ ջերմ հաճելի հետևորդ է, ու այսօրվանից Սյուզին այստեղ աշխատելու, այս գեղեցկության սրահում, այնպես որ իմացեք Բրյուսելի մեր հայ հետևորդներ, որ գաք Սյուզի մոտ ու սիրունանաք ու գնաք։ Շնորհակալ եմ ես Իդեպ որ ծանոթացան լավայրներ, ես իր այդ խոսել եմ YouTube-ով, բայց իրականում չեմ տեսել, շատ ուրախ եմ, որ ես ծանոթացա, շփվեցի իրականում, շատ ես էլ եմ ուրախ։ Իդեպ Սյուզին վերջերս է եկել Բրյուսել, նոր այստեղի կյանքին հարմարվում, հարմարվել է։ այո, շատ անցնային ժամանակով Արդեն 2 տարի է Բրյուսելում, տենց իմ սիրելի հետևորդներ, իմացաք արդեն Սյուզի տեղը, եկեք ձեր վազերի սիրուն սարքեք գնացեք։ Սյուզի գեղեցկուհին է։ Все будет хорошо, Ինգա ջան, я это точно знаю։ Դե եկեք մի հատ միասին բացենք, տեսնենք թե ինչ նվերներ էր պատրաստել Ինգան իր հյուրերի համար, մինչև այսօր չեմ բացել, սպասել եմ որ միասին բացենք, եկեք տեսնենք։ Քաղցր Ռաֆայելո ու այսպիսի ջնջելու կտրոն, եկեք տեսնենք ինչա թաքնված այնտեղ։ Ինչ նվեր կա թաքնված։ Օ, տեսեք ինչ բախտ ունեմ, բայց իրականում իմը չի ես բախտը։ Ձեզն է, որովհետև ձեզ եմ նվիրելու։ 20 եվրոյի կտրոն սիրելիներս, ու ես այս կտրոնը սիրով ուզում եմ նվիրել իմ հետևորդներից որևիցե մեկին, ով բնակվում է Բրյուսելում եւ կցանկանա ունենալ այս զղջի կտրոնը, թող լինի իմ կողմից նվեր, բայց նվիրելու եմ ամենաառաջին կոմենտ գրողին, որը ցանկություն կհայտնի ունենալ այս կտրոնը։ Դե մաղթենք Ինգային իր նոր բիզնեսում հաջողություններ, հաջողությունների տեղատարապ թող լինի ու այնքան հաճախորդ ունենաս Ինգա ջան, որ չհասցնես սպասարկես։ Շատ ուրախ եմ, ես ցանկացած մարդու համար, ով կա իմ շրջապատում, ծանոթ անծանոթ, բոլորի համար ուրախ եմ, բոլորը թող ծլեն, ծաղկեն, զարգանան, բազմանան, ամենայն բարիքն էլ բոլորին։